տեսեք այն։ 1.5 տարեկան Արթուրին սրտխառնոցի գանգատով մայիսի 28-ին մայրը տեղափոխել է Մուրացան համալսարանական հիվանդանոց։ 20 րոպե անց երեխան հիվանդանոցում մահացել է։ Փոքրիկի հարազատները բժիշկներին են մեղադրում։ Ասում են բժիշկու երեխան ասում է վերջ երեխան բան եղավ, սրտի կանգ։ Մայրը վստահ է, որ իր փոքրիկը մահացել է պարանոցի շրջանում 4 ասեղ ներարկումից հետո։ Ինքը ոտերից երակարեց, թևերից չկարած գտներ, հետո մի անգամ այդ ես վզի երակը, գլխավոր երակից կատետր արեց ու 4 բրիչ իրար հետևից սկեց երեխոս։ Ինքը ինձ ասում է երեխե թույլ էր արդեն ի վիճակի չէր, բայց երեխես գիտակցությունը տեղ, խոսում էր, մամա էր կանչում։ Տեսախցիկը ֆիքսել է, ինչպես է երեխայի տատը ծեծում բժշկուհուն, մազերից քաշում, գցում գետնին։ Թայ մեր երեխան բերա, ուրիշ ոչ մի բան։ Թայ մեր երեխան բերա։ Դրանք բժիշկ կոչվելու իրավունք ունեն։ Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ։ Արվել է ամեն ինչ երեխայի կյանքը փրկելու համար, ցավոք չի հաջողվել։ Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ, կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։ Ընթացքում երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերձման ընթացքում։ Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ցավոք անարդյունք, եւ ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2 քրեական վարույթ է նախաձեռնվել Մուրացան բժշկական կենտրոնի բժշկին ծեծի ենթարկելու մասով եւ բուժաշխատողի մասնագիտական պարտականությունները չկատարելու մասով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Զարուհի Սահակյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։